այն ուրեմն պատժամիջոցները, որ սահմանել եք, որ պետք է քաղաքացում բանեք, այստեղ բնում էր մի հատ ավելացնեք, որ գնդակահարություն։ Այսինքն մարդը մտնում է տրանսպորտ, ինչ որ մի կերպ կամ չի ստացվում վճարելը, չի աշխատում վալիդատորը, խնդիր կա եւ այլ, մարդը չի կարողանում վճարում անի, ես տենց շատ դեպքեր եմ ականատես եղել, կանչում են ոստիկանություն, քննչական, էսեն, մարդուն խայտարակ եք անում։ Հիմա բերել եք մի բան, ստեղ մի օրինագիծ եք բերել, որը ոչ խայտարակություն է։ Այսինքն դորից էլի քաղաքացուն սարքում եք տուգանքի մատերիալ եւ խավության նոխած։ Երկրորդը, այստեղ դուք նաեւ կետել ունեք, որով որ ասում եք, որ ուրեմն 10 մեքենայի տարիք բանը, ուրեմն այդ տարիքը 10 տարուց ոչ ավել։ Այսինքն կարա լինի օրինակ 15 տարեկան, բայց շատ լավ վիճակի, եւ կարա լինի 7 տարեկան մեքենայի տարիքը շատ վատ վիճակի։ Այստեղ մենք պետք է նայենք այդ ուրեմն այդ տրանսպորտային միջոցի վիճակը, կարա մի քանի տարվա մեջ այդ տրանսպորտային միջոցային վիճակի հասցվի, որ տեսնես լացդ գա ու հակառակը։ Սա էլ խնդիր է, այսինքն մենք պետք է նայենք այդ տրանսպորտի վիճակը։ Երրորդը մենք հետեւյալն ենք ասում, միգուցե հարցի ժամանակ չկարողացա հստակ միտքս ձևակերպել։ Խնդիրը հետեւյալն է. մարդը նախորդող ժամանակահատվածին հնարավորություն ուներ իր բողոքի ձայնը բարձրացնելու։ Հնարավորություն ուներ ստորագրահավաքի միջոցով, այնուհետև նաև դա տանելով հանրաքվեի որոշակի առումով իր խնդիրները լուծելի դարձնելու։ Իսկ հիմա դուք այս օրենքը բերելով պատնեշ եք կառուցում եւ հնարավորություն չեք տալիս, կապ չունի վերանանք այսօրվա իշխանությանը։ Մարդուն այդ հնարավորություններից օգտվելու։ Երրորդը, հիմա այդ 300 դրամը իրականում թանկացել, 300 դրամ է դարձել։ Հիմա փուլ առ փուլ գնում եք այդ թանկացումների։ Այսինքն, էլի, եթե չեմ սխալվում, տարեվերջին դասնելու եք 300 դրամ։ Ու հիմա դուք ամեն ինչ անում եք, որ մարդիկ այդ 300 դրամ թանկացնելու պարագայում ընդվզում եւ բողոք չլինի։ Այսինքն, ինչ գին որոշեք, գիտենք էլի Հայաստանում ավականները ոնց են որոշումներ կայացնում, լուստրից չենք իջե։ Որոշումը կայացնեն բոլորը գոյեն, բացի քաղաքացիներից մեր։ Թանկացնեք ու ասեք վերջ, դուք իրավունք չունեք ոչ բողոքելու, ոչ ձեր բողոքի ձայնը բարձր, դուք մենք պետք է իրենց օրենք ընդունենք, որ կապ չունենա իշխանությունը ով է, վաղը միսօր մեր քաղաքացին դրանից գոհ լինի, ոչ թե դառնա տուգանքի մատերիալ եւ մեր օրենքի ու այս ընդունված այս օրենքների զոհը դառնա։